Սիրելի հայրենակիցներ, նախ չպետք է հուսահատվել, պանիկայի մեջ լինել, էմոցիաներով առաջնորդվել, չնայած ամբողջությամբ հասկանում եմ։ Ես իմ 15 տարեկան տղային այս վերջի 24 ժամը շատ դժվարությամբ եմ բացատրում, այս ինչա կատարվել, որովհետև խնդիր կա, փողոցում մարդիկ տեսնում են, հուզված գալի փաթաթվում են, լացում են, չեն համակերպվում, իրականում ծանր մթնոլորտ է, թրքահապատակ իշխանությունը, որը երկիրը տանելու է մի նոր փորձության, վարչական խայտառակ մեթոդներով փորձում է վերարտադրությունը ապահովել։ Սա իհարկե ծանր հարված է այն մարդկանց համար, ովքեր դուրս են եղել պայքարի, միջայլոց մեկ անգամ եւս շնորհակալություն բոլոր այն մարդկանց, որ այս ռեպրեսիաներին չընկրկեցին, ճակատները բարձր կռիվ տվեցին ու իրանք իրոք կռիվ են տվել հայրենիքի համար, ու այս պայքարը պետք է շարունակել ճիշտ տրամաբանությամբ։ Հետևաբար թող որևէ մեկը, հիմա ես տեսնում եմ, էլի, ասենք 2000 ձայն է մեկը հավաké, հեռախոս միացնում սկսում է հոխորտալ, սենց արեք, ընենց արեք։ Լավ, դու այդ իրավունքը ունես, հիմա մեզ ասես մենք ոնց անենք։ Նման մարդկանց մասին չի խոսքը, այն մարդկանց, ովքեր որ վերջում գնությանը քվեն դրել եւ ակնկալում են, որ այդ քվեն տեղ հասնի։ Ցանկացած տեսեք, մենք մեր վերջապես ավելի sense շատ անկեղծ բարձ ասեմ, էլի, մեր հենարանը մեր ընտրողներն են։ Առնվազն այս փուլում մեզ ձայն տվածներն են, մենք ինչ որոշում որ կայացնենք, պետք է հասկանանք ոնց ենք անում, որ այդ պայքարը ավելի ընդլայնենք եւ հասցնենք ճիշտ հանգրվանն։ Այս բանը կարող եմ ասել, որ մենք աննահանջ շարունակելու ենք մեր պայքարը, որովհետեւ հաշտվել, համակերպվել չի լինել։ Սրանով աշխարհը չի փլվել եւ վերջացել ու դեռ մենք բազմաթիվ ուղիներ կան պայքարելու, մեր պայքարը շարունակելու ենք, ուրիշ տարբերակ չկա պարզապես։ Բայց հասկանում ենք նաեւ այդ հիասթափությունը, այդ վրդովմունքը, որ մեր հայրենակիցները ունեն։ Մեծ ակնկալիքով, մեծ հույսով, ծանր զրկանքների գնով պայքար են մղել, որ այս իշխանությունը չլիներ։ Դեռ կա, դրա համար պետք է գտնենք ճիշտ լուծումներ պայքարը շարունակելու համար։